Հումորիստ Անդրանիկ Հարությունյանը հյուրընկալվել էր Go.FM 96.3 հաղորդմանը։ Star News-ը հետևել է զրույցին։ Հաղորդման ընթացքում հաղորդավարն Անդրանիկին հարց է ուղղել իր և Ռաֆայել Երանոսյանի հարաբերությունների մասին։ Կարգին հաղորդման Հայկոն և Մկրտիչ Արզումանյանը հաշտվեցին։ Դուք և Ռաֆոն հաշտության եզրեր չեք գտնում։ Անդրանիկ Հարությունյանը նշել է, որ չէր ցանկանա խորանալ թեմայի մեջ, սակայն ընդգծել է, որ իրենց միջև կոնֆլիկտ չկա։ Ճիշտն ասած չէի ուզի այս հարցին անդրադառնալ, բայց ամեն դեպքում այնպես չի, որ կռված ենք։ Որ տեսնում ենք բարև, բարի լույս, ոնց ես, ինչ կա։ Պարզապես գործ չենք անում միասին, ընդամենը էդքան բան։ Կռված չենք, ասել է դերասանը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ Անդրանիկ Հարությունյանի և Ռաֆայել Երանոսյանի համատեղ նախագծերը մեծ սեր էին վայելում հանդիսատեսի կողմից։ Սակայն այժմ նրանք միասին չեն աշխատում։ Հատկանշական է նշել, որ թե Ռաֆայել Երանոսյանը և թե Անդրանիկ Հարությունյանն իրենց հարցազրույցներում բազմիցս անդրադարձել են թեմային։ Դրանցից մեկը եղել է կյանքի ուղիներով հաղորդման անկեղծ զրույցը։ Երբ կամերային թատրոնում էր արդեն որպես դերասան, ընկերացավ Ռաֆայել Երանոսյանի հետ և որոշեցին հումորային դուետ ձևավորել։ Որովհետև այդ շրջանում ձևաչափը բավականին տարածված էր։ Միասին աշխատեցին ավելի քան 10 տարի, որից հետո որոշեցին առանձնանալ և անհատապես ներկայանալ հանդիսատեսին և հեռուստադիտողին։ Վերջին 5 տարին շփումը դադարեցվել է էն իմաստով, որ ես առանձին գործունեություն եմ ծավալում, ինքն առանձին։ Դրա համար գործնական առումով շփումը որպես այդպիսին չկա։ Հաճախ չենք էլ հանդիպում, հանդիպելուց էլ ջերմ հարաբերություններ են։ Ոչ գործընկերություն կա, ոչ ընկերություն։ Խառն ա, ինքն էլ, ես էլ, ուշուշ ենք տեսնվում, բայց էն ընկերությունը, որ եղել ա ժամանակին, չկա։ Դերասան դառնալու համար լուրջ քայլեր սկսել է անել միայն բանակից հետո։ Մասնագիտական կրթություն ստանալ չհաջողվեց, թեև ցանկություն կար ու նաև փորձեր եղան։ Դա սակայն ամենևին էլ չխանգարեց, որ Անդրանիկը հարթի իր ճանապարհը թատրոն, ապա նաև հեռուստատեսություն։ 2 քննություն, 19 բալով անցա։ Հիմա կարող ա բացահայտում լինի, 3-րդ քննությանը Սոս Սարգսյանը նստած էր քննության վայրում։ Այդ ընթացքում թեթև վեճ էր եղել Թատերական ինստիտուտում, մեկին վնասել էի, մի քիչ գողականի մոմենտ ասա։ Վարպետը տեսավ, ասեց Անդրանիկ ջան, քեզ չեմ ընդունելու, դու հանցագործ ես, դերասան չես դառնալու։ Այդպես դուրս մնացի ինստիտուտից։ Տարիներ անց կամերայինի բեմում ինձ տեսավ, բարձրացավ պաչեց ու ասեց, նենց վատ եմ զգում, որ քեզ չընդունեցի։ Սենց տաղանդավոր երիտասարդ։ Անդրանիկ Հարությունյանը թեմայի շուրջ խոսել էր նաև, երբ եղել էր Live-room հաղորդման հյուրը։ Ես չեմ սիրում մենակով փողը շատ ա մնում արտահայտությունը, միայն Ռաֆոյի մասին չի խոսքը, առհասարակ ես սիրում եմ, որ մարդիկ մտածեն իրենց շրջապատի մասին էլ, միայն ինձ, ես, իմը, դա սխալ է։ Ստացվում ա, որ մարդիկ իրար հետ 100 տարվա ընկերները, որոնք իրար հետ 0-ից քրտնաջան աշխատանքով 10 դրամ չունենալով հասել են ինչ-որ բանի, հետո էդ ընկերներից մեկը որոշում ա, որ մենակով փողը շատ ա մնում ու առանձնանում ա։ Անդոն նաև խոսեց այս շրջանում իրենց հարաբերությունների մասին։ Հիմա մենք չենք շփվում, բայց ես իրեն վերջին անգամ տեսել եմ իր ավտովթարից հետո։ Փաթաթվել եմ, պաչել եմ, հարցրել եմ ոնց ա, էդօրն իրա ներկայացումն էր, շնորհավորել եմ։ Այսինքն կռվի առիթ չկա, ինքն անում ա ներկայացումներ, իսկ ես որպես պրոդյուսեր անում եմ սիթքոմեր։ Մեր առանձնանալու որոշումը ես եմ կայացրել, բայց եթե այսօր իրա հետ ինչ-որ բան պատահի, ես իրա կողքը կանգնած եմ։ Իսկ թե ինչու մեր ընկերությունը չմնաց, ճիշտ կլինի Ռաֆոյին հարցնեք ու համոզված եմ, որ շատ չի մարանա այդ պատճառի վրա։ Որովհետև չեմ ուզում ասել ի օգուտ իրեն չի, բայց եկեք փակենք այս թեման, պատասխանել էր Անդրանիկը։ Անդրանիկ Հարությունյանը երբ եղել էր բացարձակ արժեք հաղորդման հյուրը, այդ ժամանակ խոսել էր կնոջ խանդի և իրեն ուղղված քննադատությունների, ինչպես նաև Անդոն Ռաֆո զույգի բաժանման և հնարավոր միանալու մասին։ Ըստ մեր ունեցած տպավորության Անդոն Ռաֆոյի մեջ զրույց է եղել հարցազրույցներից հետո, ինչի հետևանքով Անդրանիկն առավել հանգիստ ու պարզ է խոսում այս թեմայի շուրջ։ Նա անգամ արտահայտություն է ասում, որ հուսով է մի օր Ռաֆոյի հետ նորից կմիանան։ Անդրանիկը խոսում է նաև իրեն ուղղված խոսակցությունների մասին ու նշում, որ վերջերս մի խոսակցության շուրջ են նյարդայնացել, իբրև ինքը հովանավորվում է իշխանությունների կողմից։ Նախ ջղայնանում եմ, որ տենց բան չկա, ասում եմ խի չկա, երկրորդ, որ նման բան չկա ու ասում են։
Նա նաև խոսելով կնոջ խանդի մասին ասել է, որ միշտ է եղել։ Իսկ արդեն նոր ալիքի զավզակների հյուրը Ռաֆայել Երանոսյանն էր, ով զրույցի ընթացքում խոսել էր Անդրանիկ Հարությունյանի հետ կարգին սքեթչերի մասնակցության և առաջարկի մասին։ Ես ու Անդոն նկարահանվեցինք կարգին սքեթչերում, ինքը պրոյեկտ էր, որը TV-ն էր առաջարկել, որովհետև կարգին հաղորդումից, կարգին սերիալից հետո պետքա գար արդեն ինչ-որ բան։ TV-ն ասել էր Ռաֆոն, Անդոն երիտասարդ են, իրանք կան, Հայկենք ասել էին, որ կարանք տղերքով սքեթչեր նկարենք։ Ժամանակն ա փոխվել, դա պրոյեկտ էր, առաջարկը եղել ա ինձ ու Անդոյին, մենք ընդունել ենք։ Համաձայնվեցինք մեծ հաճույքով, բայց եկավ ժամանակ, հասկացանք, որ պետքա ստոպ տանք։ Ռաֆայելը նաև խոսել էր Անդրանիկի մասին, անկեղծորեն նշելով, որ նա շատ ազնիվ մարդ է։ Շատ բարի, շատ դրական, շատ ազնիվ ու պարզ մարդ է Անդոն, անկեղծորեն եմ ասում։ Թիվ թվաբանության հաղորդման հյուրն էր հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Արտյոմը 10 տարի ամեն օր մեկ բարի լույս է ասել հեռուստաէկրաններից, մեկ բարի գիշեր, մեկ երգել է, մեկ էլ այնպիսի դեր է խաղացել, որի կերպարը մինչև օրս չի մոռացվում։ Հայկական իրականության մեջ հաճախ է պատահում, որ հումորային դուետները մի օր կոնֆլիկտի պատճառով բաժանվում են։ Անդո և Ռաֆո, Հայկո ու Մկո։ Արտյոմ Կարապետյանն այս մասին. Դա մարդու տեսակից ա։ Իմ ու Արմենի մասին խոսելով էլի հայկական իրականությունից։ Մենք չենք բաժանվել։ Մենք ընկերներ ենք, մի տան միջի մարդ ենք։ Մենք այլ կերպ ենք մոտենում կյանքին, մարդավարի։ Շատերի դեպքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել այդ դուետների խափանման համար։ Դա ինձ այդքան էլ հետաքրքիր չի, ինչ առումով, ես չեմ ուզում խորանամ, մտնեմ այդ հարաբերությունների մեջ։ Կարող եմ խոսել մեր մասին ու գիտեմ մի բան, եթե մարդ ճիշտ ա ապրում, ամեն ինչ ճիշտ ա դասավորված փոխհարաբերությունների մեջ, ուրեմն ոչ մի բան չի կարող խանգարել։ Ես վառ օրինակը մեր օրինակն եմ բերում։ Կարիերա չենք կիսում, բայց մենք մինչև այսօր աղբոր պես ապրում ենք։ Նոր պրոյեկտի մասին դեռևս խոսակցություն չկա։ Շատ լայն գործունեությամբ ենք հիմա զբաղված երկուսս էլ։ Շատ բազմաճյուղ, նույնիսկ մեր համար նոստալգիկ կլինի, եթե այդ հնարավորությունն ունենանք զուտ ֆիզիկապես ինչ-որ հետաքրքիր լավ բան անենք։ Նկարել TikTok համացանց գցելու համար մենք այդ կոնտինգենտը չենք, մենք ստից բաներ չենք անի էնա, հիմա մենք էլ լինենք։ Ու կապ չունի, որ 50-ն անց տղեկ ենք, ինչ-որ հիմարություն անենք, ասենք տրենդի մեջ մնանք։ Դա մեզ պետք չի, մեր տրենդը մեր ապրած կյանքն ա, մինչև այսօրվա արած քայլերն են որպես մարդ ու մասնագետ։ Մեզ պետք չի հնարած արհեստական տրենդներ։ Մեր օրերի հումորի մասին խոսելով Արտյոմը նշեց. աղջիկները ենթադրենք կարող են հայհոյել ու ահագին մարդ դա են հումոր համարում։ Մեկը համարում ա հումոր նորմալ, մարդավարի մի բան է։ Հումորի չափանիշն այնքան ա վերացել, ընդհանրապես կարելի ա չի կարելիների, ընդունված կանոնների, հիմա այդ ամեն ինչը քանդվել ա ու չկա։ Մեր ժամանակ կակ մինիմում հասարակ բարոյականության և քաղաքակրթության ստանդարտներ կային, այսօր հումորի չափանիշն այնքան ա վերացել։